Հիմնական աղաղակարգը նվիրված է Շուրիշկանի Սուրբ Ավետարանի Գալստյանը, որտեղ տարին մեկ անգամ մենք Մատենադարանից Սուրբ Ավետարանը բերում ենք եկեղեցի, Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Իհարկե մեր սրբազան հոր Մկրտի սրբազան օրհնությամբ, մեր քահանաների, մեր բոլոր ժողովրդով ներկայությամբ դիմավորում ենք Սուրբ Գիրքը, հրաշագործ գիրքը, խնդրակատար ավետարանը, որը շատ կարևոր է մեզ համար, եւ ամբողջ ժողովուրդս հավաքված սպասում ենք կրկնազատիկին այդ օրը, որովհետեւ մեծ շուքով դիմավորենք Սուրբ Ավետարանը, մեր Սուրբ եկեղեցին։ Եվ ամեն տարվա կրկնազատիկը կամ ինչպես մեր ժողովուրդն ասում են Մուղնի Սուրբ Գևորգի առաջի ուխտը, գարնան ուխտը շնորհվում է, շնորհազարդվում է, այսպես ասած, Ավետարանի Գալստյան։ Եվ այս տարի եւս պատրաստվում ենք դիմավորելու Սուրբ Ավետարանը եւ ապրիլի արդեն 12-ին, որտեղ բոլորին հրավիրում ենք Սուրբ եկեղեցի մասնագից դնել եւ իրենց համբյուրը դրոշմելու Սուրբ Ավետարանի վրա։ Տիրոջ օրհնանքը խնդրելու մեր բոլոր ամեն մի հավատացյալ համար եւ մանավանդ երկրի խաղաղության համար։ Սա մեր Ավետարանի Գալստյան համար։ Ավետարանը կոչվում է Շուրիշկան ավետարան, ինչու Շուրիշկան, որտեղ Պավելը Շուրիշկան գյուղում Բարսեղ Կեսարացի եկեղեցու վանքի մեջ։ Երբ որ արդեն այսպես տեղի գտնվող, ասենք, քոշվոր ցեղերի կողմից հարձակում եղել է գյուղի վրա, այսպես բաներ պատահում են Պարսկաստանում, ավետարանը պահել են, որպեսզի չգողանան, չտանեն կամ չգերեն ավետարանը, եւ այդ պատճառով գյուղի ժողովուրդը ավետարանը մի տեղ հողին է հանձնում, փաթաթում են այսպես բան եւ մի ճյուղ են տնկում այդ ավետարանի կողքին, որպես հետագայում հետ վերադառնալով գտնեն ավետարանի տեղը։ Ասում է արդեն այսպես ասած 7 տարին, երբ որ գնում այսպես ավետարանի մոտ ջուր է գոյացել, աղբյուր է բխում, իսկ իրենց տկած ուրոնը ճյուղը արդեն ծաղկել է եւ ծառ է դարձել։ Ահա այսպես տակիր հրաշագործություն է կատարում Սուրբ Ավետարանի շուրջը եւ երբ որ հանում արդեն ջրի մեջից ավետարանը, ասում ըստ իրենց ասում են 7 թերթեր են համեր թրջված լինում։ Ամբողջ ավետարանը մաքուր, չոր վիճակում եւ փրկված, այսպես ասած։ Եվ բերում նորից դնում են եկեղեցու մեջ, կադրում են եկեղեցու մեջ եւ նորից ժողովուրդը իր ուխտեսում է կատարել ավետարանի արչեւ կատար Սուրբ Շուրիշկանի ավետարանի։ Եվ այսպես էլ երբ որ մարդիկ ուխտի են գնում, ժողովուրդը շատ ուխտ է, մեծ ուխտ է ունեցել, այնտեղ նույն օրը կրկնազատիկին իրեն կատարեն իր ուխտի օրը եւ շատ հիվանդներ, գիտեմ, տարբեր հիվանդություններով մարդիկ գնացել են հավատքով երավը, կարևորը սա հավատքի նաեւ նշեմ, հավատքով եւ այս մարդիկ, այսպես ասած, իրենց խնդիրը կամ խնդրանքը ներկայացնում ավետարանին, բժշկվել են եւ իր օրհնությունը բերել մարդկանց վրա։ Շատ վկայություններ են բերում։ Եվ բարձի այդ նաեւ շատ տեղերից եկած մարդիկ, որոնք մեկ երեխա չի խոսել, լեզու են այսպես եկել խնդրել, ասենք խոսք խնդրել եւ կատարել ավետարանը, մեկը հիվանդ եղել երեխան, մյուսը այսպես տարբեր պատճառներով դիմել են Սուրբ Ավետարանին։ Այսօր էլ մարդիկ կան գալիս են խնդրում են Սուրբ Ավետարանի առջև։ Ես մի տատիկի գիտեի մեր մոտ այսպես իր կյանքում հրաշք էր եղել, որովհետեւ թորնիկ չուներ, եկել էր մեր Սուրբ եկեղեցում, խնդրել էր եւ երբ որ եկավ ասես Տեր ավետարանը երբ է բերում, ասեցի որ կրկնազատիկին։ Ասես գիտես ինչ կա, ես խնդրել եմ իմ երեխա որպես թորնիկ եւ թորնիկ է տվել ինձ եւ ուրախ եմ ուզեմ շնորհակալություն հայտնեմ, ասի գնա Մատենադարան այդտեղ հայտնի։ Ասես չէ, ես իրան այստեղ եմ խնդրել։ Դա ուրեմն ես ասի կրկնազատիկին գաս տատիկ։ Այդ օրը քո շնորհակալությունը կհայտնես Սուրբ Ավետարանին։ Այսպեսի դեպքեր են պատահում, ես այսպես խնդրանքներ եմ որնում Սուրբ Ավետարան եւ ավետարանը կարծես իրենց սրտի խորհուրդը կատարում է։ Մի հետաքրքիր հրաշք պատահեց, մեր եկեղեցի նվերներ բերվեց եւ այնտեղ գրված է Շուրիշկանի Սուրբ Ավետարան խաչի տակը։ Հիմա այդ խաչը մեր մոտ ունենք Շուրիշկան եւս մտա, ասեցի որ սարգավագին որ ավետարանը մեր եկեղեցին կգա։ Եվ իրապես, երբ որ արդեն դիմեցինք Աշյան Սրբազան, իր միջոցով դիմեց Մատենադարան եւ ավետարանը, այսպես ասած, թույլ տվեցին, որպեսզի առաջի անգամ դուրս գա։ Դե ասեմ առաջի անգամ Ծերագիր Մատյան դուրս եկավ Շուրիշկանի ավետարան Մատենադարանից, եւ այդպես արդեն հիմա շատ ծերագրեր են դուրս գալիս ավետարանի սուրբ, այսպես սուրբ ծերագրեր դեպի մեր սիրելի ժողովուրդը։ Եվ 2002-ին առաջի անգամ սուրբ դիմավորեցինք Սուրբ
ավետարանը Շուրիշկանի Սուրբ Սարգսի տոնը։ Հետագայում ժողովրդի պահանջով, ցրտի բանի պահանջով տեղափոխեցինք արդեն կրկնազատիկ։ Իսկ հետո իմացանք, որ իր բուն ուխտի օրը, Պարսկաստան օրը նշել են, Շուրիշկան կրկնազատիկի օրն է։ Դուրս բերում արդեն մենք քահանաներով, երկու քահանաներով ամեն տարի Սարգսակով դեմ ենք Մատենադարը, շնորհակալ եմ տնօրինությանը, որ այդ թույլտվությունը կա եւ իրենք ամեն տարի չեն մերժում եւ մեր Սուրբ Ավետարանը տալիս են, որովհետեւ գոնե մեկ անգամ պատարակով այսպես հիշատակվի կամ նրա ուխտը բարձրացվի։ Դա շատ կարևոր է ավետարանի նաև պատարակ մատուցելը, որ ինքը մասնակից է Սուրբ Ավետարանը Սուրբ Պատարակին։ Մինչև ժամը 4:30, 10:30-ից 4:30 այսքան է մեզ թույլ տալիս Մատենադարի տնօրինությունը։ Հայի ճակատագրումը իրոք ավետարանել հայից քայլել է։ Ուր եղել են հայ մարդը, գիտենք, նաև գաղթի ժամանակ Մսոջ Առընտիրը, մի շատ բաներ թողած հայ մարդը իր գիրք տարում է Սուրբ Գիրք ավետարանը եւ բերում էր քայլեցնում իր այդ գաղթի ճանապարհը։ Այդպես է Շաբասի ժամանակ, երբ որ արդեն մեր ժողովրդին տեղահան արեց, սրով, հրով, ինչպես ասում է պատմագիրը, նաև իրենց հետ տարան նաև Սուրբ Շուրիշկանի ավետարանը։ Իհարկե, այդպես հանգիստ չի եղել Պարսկաստանում, այդտեղ էլ պատերազմներ են եղել, այդտեղ էլ եղել են խոշտանկումներ, այդտեղ բայց հայ մարդը չթողեց իր սուրբ հավատքը։ Նաև կային վրացիներ, ինչպես ասում են, 8 գյուղ վրացիներ, դրանք մահմեդական դարձան, բայց հայերը չդարձան, մնացին իրենց սուրբ հավատքի վրա։ Եվ այսպես սուրբ ավետարանների զորությամբ էր։ Բիդի ասեմ, որ ավետարաններին կցված են ֆերմաներ։ Ֆերման դրանք հրամանները խաների կողմից, որ ոչ ոք իրավունք չունի այդ ավետարանները այրելու, ձեռք տալու, վնասելու, այսպիսի բաներ, որովհետև տեսել են ավետարանի զորությունը։